Առաջի լուրջ գործը նկարչի եղել է փայտի վրա մեխով խազագրած երկու աքլորների կռիվը, աքլորակռիվ, որտեղից եւ հայրը որոշել է, որ որդին տաղանդ ունի եւ նրա համար չէ, ցավոք չէ, որտեղ տախտակի վրա եղել, երևի վառել են ժամանակին։ Այդպես եւ այդտեղից էլ արդեն սկսվել է նկարչի բուրն աշխատանքային եւ ստեղծագործական կյանքը։ Ասեմ, որ 1970 թվականին հաջողությամբ ավարտել է Մադինայի միջնակարգ դպրոցը, այնուհետև տեղափոխել գործեր ուսման նպատակով Երևան, ընդունվել Երևանի մանկավարժական ինստիտուտի նկարչության բաժինը, 74 թվականին հաջողությամբ ավարտում է եւ որոշում է վերադառնալ Մադինագյուղ եւ այստեղ հիմնել խմբակ։ Ասեմ, որ այդ խմբակը շատ լավ գործել է, գրեթե գյուղի երեխաները բոլորը սիրով հաճախել են։ Ասեմ ավելին, որ ներքևում գտնվող հատակի վրա գտնվող նկարները, աշխատանքները եւ երկրորդ հարկում սեղանի եւ հատակին ունենք, տեղի փոքրության պատճառով այսպես ենք դասավորել, եղել է նկարչի աշակերտների աշխատանքները, 10 լավագույն աշակերտներ ունեցել, որոնք հիմա դասավանդում են տարբեր դպրոցներում։ Ասեմ, որ հիմա Լիլիթը դուստրը, ով բացել է Ներսես Կարապետյանի տուն-թանգարանը, ինքը նույնպես բարեգործական հիմունքներով իր կողմից գնելով նկարչական պարագաները ապահովում է գյուղի երեխաներին եւ իրենք գալիս են այստեղ եւ ամռանը մեծերի եւ փոքրերի խումբ են ունենում, շաբաթ եւ կիրակի օրերին այստեղ խմբակը գործում։